Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Պարոն Հայրիկյան, տեղյակ ենք, որ հացադուլ եք իրականացնում, եթե չեմ սխալվում, արդեն 4-րդ օրն է։ Խնդրում եմ նախ մանրամասնել, թե ինչի համար էր հացադուլը։ Ուրեմն, այո, իսկապես 2 ժամից կավարտվի 4-րդ օրը եւ կսկսի 5-րդ օրը։ Ես իմ այս հացադուլն անում եմ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության մի մասը վերահացվել կոռուպցիոն հանցախմբի։ Ես սա ոչ միայն հայտարարել եմ, այլ հիմնավորել եւ հիմնավորված դիմումներ փոխանցել։ Քանի որ նաեւ դատախազություն։ Եվ նույնիսկ հետո ինձ թույլ եմ տվել հայտարարել, որ դատախազը իդեպ ասեմ, որ ուրբաթ օրը ժամը 3-ին ես լինել եմ դատախազության դիմաց, բայց արդեն այսօրվա այս խոսակցությունից հետո երևի ոչ նույն սրությամբ, որովհետեւ ես տեսա, որ Արդարադատության նախարարը պարզապես տեղյակ չի, որը նույնպես այնքան ընդունելի չի, բայց ինչևէ։ Խնդիրն այս էր։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը դա շարքային օրենք չի, սահմանադրական օրենք է։ Նախանշում է, որ պետք է ժողովրդավարությունը ապահովելու նպատակով մանավանդ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկները, գրությունները անպայման քննարկվեն կառավարական կառույցների կողմից։ Հիմա տեսեք ինչ է կատարվել։ 18 թվականից 3 անգամ մինչև հանձնաժողովի ձևավորումը գրել ենք Նիկոլ Փաշինյանին եւ այն ժամանակ սահմանադրական հանձնաժողով չկար, կոչ ենք արել, որ դու բան ես խոստացել մարդկանց, կարող է լավ բաներ անում ես, բայց ամենակարևոր բանը չես անում։ Հետեւաբար դա բաց թողում է։ Ինքը ստեղծեց հանձնաժողով։ Հանձնաժողով ստեղծելուց հետո մենք հանձնաժողովի քննարկման համար ներկայացրինք պատրաստի հայեցակարգ եւ սահմանադրության նախագիծ, որով Հայաստանը միանգամից դառնում էր ուրիշ երկիր։ Ամեն ինչ որ կամանում էր, բայց աշխարհը սկսում էր ընկալել ավելի այդպես, վայ Հայաստանը բացարձակ ժողովրդավարության երկիրն է։ Ես գիտեմ, վստահ եմ ասում։ Ես գիտեմ այսօրվա ժողովրդավարության ճգնաժամի մասին համաշխարհային։ Այդ հարցերը լուծած ներկայացված էր իրենց։ Ու չեն քննարկում։ Քանի անգամ հիշեցումներից հետո նույնպես չեն քննարկվում։ Վերջին անգամ ես արդարադատության նախարար էի փոխանցել, իհարկե քարտուղարության միջոցով, եւ կարծում եի թե կարձագանք են։ Այսօր այստեղ գալուս իմաստն այն էր, որ ես իրեն հրապարակավազդարարեցի մասնակից, մեղսակից, ուրեմն այդ հանձնաժողովի աշխատանքները ուղեկցվում են ֆինանսական մեծ ծախսերով։ Այսօր ես պարզեցի քիչ առաջ, որ մեր մասնագիտական հանձնաժողովը այլևս գոյություն չունի։ Այսինքն մնացել է խորհուրդ։ Հարցնում եմ ինչու պատասխանը չկա։ Եվ ես ասացի, որ այդ խորհրդի անդամները ամբողջ լիաթոք նվիրված են աշխատանքին։ Նվիրված են, բայց ուրիշ տեղ են աշխատում։ Եթե ուրիշ տեղ են աշխատում, ապա չեն կարող այստեղ լիարժեք աշխատել, հասկանում եք, իսկ սա ամենակարևոր գործն է։ Ինչև ես նախ բողոքի մասին ասեմ եւ ուզում եմ ասել, որ այսօր այստեղ գալը հաջորդում է մեկ այլ միջոցառման, դա վերաբերում էր վարչապետին։ Տեսեք, ես վարչապետին ամսի 5-ին ընդամենը 14 օր առաջ կարճ բան ներկայացնեմ մի փոքր կրճատումներով։ Չի ուզենա որևէ թեթու խոսք ասած լինել որևէ մեկին, խոսքս Նիկոլ Փաշինյանի վերաբերում, բայց ով էլ ոտնձգություն կատարի ազգից նկատմամբ, նրան գոնե զգաստանալու կոչ անել պարտավոր եմ։ Դուք ավելի քան 7 տարի գրեթե ամեն օր խախտում եք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Հոկտեմբերի 18-ին ազգային համագործակցության կրոր սեղանը հրապարակավ անդրադարձավ ձեր օրինախախտ կեցվածքին եւ գրեթե միաձայն ահազանգեց հանրությանը, որ դուք Նիկոլ Փաշինյան կառավարության մի զգալի հատվածը վերեքացել կոռուպցիոն անցավոր կառույցի։ Դուք դատական պատասխանատվությունից ազատելու թույլ տված սխալների համար ապաշխարելու եւ դրանք հնարավորինս շուտ ուղղելու առաջնահերթ խնդիր ունեք։ Ձեզ ներկայացվող բազում իրավական եւ ոչ այնքան համոզիչ մեղադրանքների մասին չէ իմ խոսքը։ Այսինքն շատ բաներ կան, բայց դրանց մասին չեմ խոսում։ Այլ հստակ հակասահմանադրական, հակապետական արարքի։ Կոչ եմ անում ձեզ անմիջապես գնալ գլխավոր դատախազություն եւ խոստովանական հայտարարություն անել առայն, որ դուք անփութություն դրսեւորելով, այստեղ ոչ ես ասի, որ միտումնավոր եմ արել, ակամա խախտել եք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը։ Դատախազությունը գործը կուղարկի քննչական կոմիտե, կքննեն, կուղարկեն դատարան եւ մեղմ պատիժ կստանաք։ Կարող եք նաև առողջական խնդիրների մասին տեղեկանքներ ներկայացնել եւ եթե իսկապես կան այդպիսիք, որքանով են այդ տեսակի լուրերը իրական միայն դուք կիմանաք, ապա կարող եք անմեղսունակ ճանաչվել։
եւ ընդհանրապես ազատվել քրեական պատասխանատվությունից։ Շատ կարեւոր է ողջայության Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերջ դրվի ձեր որպես մեր բոլորի ներկայացուցիչի ընկալմանը։ Ձեր երեք այսօր եւ վաղը կատարելիք վտանգներով հղի քայլերի բեռը կործանարար կարող է լինել մեզ բոլորիս համար։ Իսկ որպես կասկածյալ կամ դատապարտյալ կամ անմեղսունակ ձեր պաշտոնից հեռացումը կդադարեցնի գոնե կնվազեցնի ձեր գործողությունների վնասակարարությունը մեզ համար ու նաև ձեզ կփրկի։ Ուրեմն այս գրության եզրափակիչ մասում ասում եմ իմ հորդորը չկատարելով դուք ընդամենը մի փոքր ժամանակ կշահեք եւ ել ավելի կբարձրացնեք ձեր եւ ձեր աջակցողների այդ կերպ կոռուպցիոն հանցախմբի մասնակից դարձողների վիճակը։ Վստահ եմ համաձայն եք, որ մի քանի շաբաթ ավելի իշխանության մնալու համար չարժե մարդկային ճակատագրեր խեղել։ Ես նկատի ունեի մյուս արդարադատության նախարարներին եւ այլն եւ այլն։ Դուք անմիջապես ինքնախոստովանությամբ դատախազություն գնալուց առաջ պատկան կառույցին պետք է փոխանցեք տարբեր ժամանակ ինձնից ստացած եւ անկասկած ձեր կարգադրությամբ պարտակված, այսինքն թաքնված հանրագրերը եւ օրենքի ու ձեր ընդունած նորմատիվ իրավական ակտերի ուժով դրանք դնեք հրապարակային քննարկման։ Դուք գիտեք, որ կուսակցների մասին սահմանադրական օրենքների պահանջներից մեկը մեկ տար խախտելու համար, եթե այդ օրենքից խախտում ես, կուսակցությունների գործունեությունն է կասեցվում։ Իսկ դուք 7 տարուց ավելի խախտում եք այդ օրենքի ամենակարևոր ժողովրդավարություն երաշխավորող դրույթը։ Օրենքում է գրված, որ այս օրենքն է երաշխավորող ժողովրդավարությունը երաշխավորում։ Դա ոչ միայն օրենազանցություն է, այլև ծանր հակասահմանադրական արարք, եւ դուք թեկուզ հանուն ձեզ եւ ձեր երեխաների պետք է շտապեք կասեցնել այս չարագույժ գործընթացը եւ նվազագույնի հասցնեք այդ խախտումների հետևանքը։ Եվ վերջում այս տողերը ես գրում եմ ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նախ եւ առաջ որպես Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, ում կոչերին հետևելով ՀՀ քաղաքացիների 90%-ից ավելին եւ այլն կողմ է քվեարկել 91 թվականի իմ առաջարկին։ Ես այդ մարդկանց եւ նրանց ժառանգների հանդեպ պատասխանատվություն եմ կրում եւ իրավունք չունեմ թույլ տալու, որ նրանք որևէ մեկի կամայականությունների անառողջ դրսևորումների զոհը դառնան։ Կամայականություն եմ ես համարում օրինական, որ Նիկոլ Փաշինյանը համարձակվեց ինքնուրույն հայտարարել, որ մենք ոչ թե բարեփոխում ենք կատարելու, այլ պիտի նոր սահմանադրություն ընդունենք։ Մինչդեռ ես որ այս գործերի նախաձեռնողն եմ եղել 98 թվականին, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի սահմանադրություն, որ խախտումների շատ ակնհայտ էին, նույնիսկ այդ ժամանակ ասացի, չէ, աշխատանք է տարված, մենք պահում ենք, փոխում ենք մի քանի դրույթներ։ Ինչ վերաբերում այսօրվա այս հանդիպմանը, օրինակ նախարարը բավարարեց ձեր իր պատասխաններով բավարարեց ձեր հարցերին։ Չէ, նախարարը իր պատասխաններով չէ, որ ինձ պիտի բավարարի, իր գործերով պիտի բավարարի։ Իսկ գործերի մեջ մտնում է այն, որ պիտի քննարկման դրվի մեր ներկայացված նախագիծը, որ իրենք պարտակել։ Ինքն ասում է, ես չեմ ստացել այդ նախագիծը։ Ուրեմն նախարարության քարտուղարությունը կամ որոշակի ներդրված գործակալներ, ուրիշ ուժերի գործակալներ չեն փոխանցել։ Ես հիմա իրենց պահանջեցի, որ ձեր քարտուղարությունում փնտրեք մի դիմում չի որ տրված եղել։ Իմ այս փոքր ուղերձը այսօր նախարարին ուղված բավական խիստ է, բայց ես պարտավոր եմ հրապարակել, որովհետև պաշտոնապես փոխանցված է։ Հրապարակային ուղերձը արդարադատության նախարար Սրփովի Գալյանին 19 նոյեմբերի 25 թվական։ Տիկին արդարադատության նախարար, դուք անձամբ խախտել եք կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, քննարկման չդնելով անձամբ ձեզ փոխանցված մեր պատրաստած բարեփոխումների հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը։ Ցավում եմ, որ ձեր ծանոթ բարեկամների մեջ չկան մարդիկ, որ ձեզ զգուշացնեին, որ քրեական ծանր հանցագործություններն անհետևանք չեն մնում դրանք կատարողների համար։ Հանդիպման ժամանակ ես նշեցի, որ սրանք ծանր հանցագործություններ են։ Դուք պարտավոր եք ինձնից հանրագիր ստանալուց հետո այն փոխանցել նախ այսպես կոչված խորհրդին, որի ղեկավարն եք, ապա նաև մասնագիտական հանձնաժողովին եւ կազմակերպեիք պատշաճ քննարկումներ։ Ու այսօր իմացանք, որ հանձնաժողովը լուծարված է։ Չեք արել, ուրեմն չարաշահել եք ձեր իշխանությունը, որպեսզի խախտելով սահմանադրական օրենքի հստակ պահանջը հայ ժողովրդին զրկեք առարկայորեն երկրի տերը դառնալու, Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական եւ աշխարհի բոլոր պետությունների համար օրինակելի երկիր դարձնելու հնարավորությունից։ Այս քաղաքակրթական առաջընթացի դեմ, սա իսկապես քաղաքակրթական առաջընթաց է, որովհետև հենվելով քրիստոնեական աստուառած չկա կին տղամարդ, չկա տեր ծառա, չկա հեթանոս եւ հուդայական, այդ դրույթը ուզում ասել մարդիկ իրավահավասար են եւ ես գտել եմ, Տիրոջ կամքով գտել եմ դրա բանալին։ Ուրեմն ձեզ ընդամենը մի քանի լրացուցիչ պարգևավճար է տալու, ուրիշ ոչինչ։
ձեր այդ խախտումը։ Սակայն այս քայլով դուք ստանձնում եք կոռուպցիոն հանցախմբի կամավոր աջակցիչները եւ ինքնակամորեն դառնում դրա անդամ։ Պիտի երկու խոսքով բարձրաբանեմ, որ ինչի եմ ես կոռուպցիոն հանցագործության մասին խոսում, քրեական օրենսգրքում կա կոռուպցիոն հանցանքներ։ Դրանց մեջ մտնում է ապօրինի աշխատավարձ տալ։ Ես օրինակ հիմա հարցրի, ասի թե մարդիկ իրենց գործը չեն կատարել, աշխատավարձները հետ վերցրել եք։ Ժամկետ եք նշել, աշխատավարձ եք տվել, իրենք պիտի անային, չեն արել։ Ասեց ես չգիտեմ, բա մենք կպարզենք եւ այլն։ Ասում այլապես դուք ապօրինի վարձատրություն եք տվել, որը նույնպես կոռուպցիոն հանցագործություն է, իշխանությունը չհրաշայել եք եւ այլն եւ այլն։ Հիմա այստեղ ավարտվում է այսպես։ Օրերս դուք գնացիք նաև նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու մասին նորմատիվ իրավական ակտի դրույթների անտեսմանը հայտարարելով, որ թքած ունենալով հայեցակարգ ներկայացնելու պահանջի վրա միանգամից նոր սահմանադրության տեքստ է գրում։ Ինքը ասեց կա հայեցակարգ։ Ես իր երեսին ասացի չէ, չկա։ Եթե լիներ, պիտի հրապարակած լինեիք։ Չեք հրապարակել, ուրեմն չկա, որովհետև հանձնաժողովը պարտավոր է աշխատել հրապարակային։ Տիկին արդարադատության նախարար, օրենսդրությունն այն բանի համար է, որ դրանով առաջնորդվենք։ Դուք այն անտեսելով հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում։ Ով է ձեզ համոզել, թե մարսելու եք այս օրակեցվածքը եւ չեք դառնալու քրեակատարողական հիմնարկի բնակիչ։ Իհարկե խոսակցության ընթացքում ես զգացի, որ այս ոճը իր համար խիստ է, չի ներդաշնակ չի։ Զգացի իր անիրազեկությունից որոշ դեպքերում, որ ասում եմ, ինչպես դուք տվել եք նախագիծ, ինքը հիշեց, որ մեր հանդիպել ենք, ասում եմ, չեք հիշում, ես ասացի, որ չարություն չկա իմ գրության մեջ, ես ուզում եմ, որ մեր երկիրը լավը լինի։ Ես հորդորում եմ ձեզ շտաբ կարգով ուղղել ձեր սխալը եւ իմ հանրագրի հետ, թեկուզ եւ մեծ ուշացումով, այն որ անձամբ իրեն եմ փոխանցել, վարվել կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պարտադրած կանոններով։ Այդ դեպքում խոստանում եմ հետևողական չլինել ձեր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։ Ուզում եմ հավատալ, որ գիտակցում եք, որ դուք քրեական տարր չեք։ Եվ բանտը չէ ձեր տեղը, ի վերջո կին եք եւ հայկին, այ իմ նախագահ Պարույր Հայրիկյան։ Այսպես հիշատակ կարող է պետք գա։ Իսկ ինչ եք պատրաստվում անել այսօր արդարադատության նախարարություն այցելեցիք, հաջորդիվ ձեր քայլեն։ Հիմա իրենց հերթն է, բայց ես չեմ կանգնի, որովհետեւ ինձ պետք է գործ, հավատը գործերով հիշում եք մեր հայրերի արժեհամակարգից։ Իսկ այդ գործը ինձ տրամադրում է ուրբաթ օրը գնալ արդեն գլխավոր դատախազի մոտ եւ ասել. տեսեք, Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումը ամսի 5-ին է գրված։ Ինքը դեռ ժամանակ ունի մտածելու, բայց այո, նոյեմբերի 5-ին։ Այդ վերջին գրությունը ես նկատում եմ, որտեղ խորհուրդ էի տալիս գնա Խոստովանի մեղքեր հետ, ասա Հայրիկյանի հանդեպ մեղավոր եմ, բայց ոչ միայն Հայրիկյանի, այլ հանրության օրենքի առաջ խախտում եմ կատարել, խնդրում եմ մեղվարվեք, միանգամից ինձ բանտ մի տարեք, խափանման միջոց եւ այլն, քննեք, ես էլ կասեմ այդ դեպքում խնդրում եմ ներողամիտ եղեք, բայց ինքը պաշտոնավարել չի կարող այլևս, որովհետեւ կատարել է կոռուպցիոն հանցագործություն։ Իր բոլոր գործընկերները նույնպես պետք է կանգնեն պատասխանատվության առաջ, դա չի նշանակում կանգնեցնել պատիտակ գնդակահարել, բայց դա սկզբունքային մոտեցում է։ Իսկ դատախազի մոտ գնալիս ես դատախազից եմ հաշիվ պահանջելու։ Մենք ձեզ տվել ենք փաստաթուղթ, այնքան հետաքրքիր երևույթ կա, եւ դուք պետք է արձագանքեիք դրան օրենքով նշանված ձևով։ Իրենք չեն արձագանքել, փոխանցել են քննչական կոմիտե, նույնը քննչական կոմիտեին են գրել ներողություն, հակակոռուպցիոն կոմիտեին։ Հակակոռուպցիոն կոմիտեն գոնե պատասխանեց, որ մենք գործը վարույթ չենք ընդունում, այդպեսի տարօրինակ։ Դատախազությունը ինձ ոչինչ չի պատասխանել, բայց ինձ իմ հետևորդներից քաղաքացիներ, որ դիմել են իրենց, նրանց պատասխանել է, որ մենք որոշեցինք ժողովրդական լեզվով ասած քրեական գործ չհարուցել, ոչ մի բացատրություն։ Եվ այն, որ մենք որոշել ենք վարույթ չկազմակերպել, դա հսկող դատախազի կողմից արժանացել է հավանության, օրինական է ճանաչվել։ Բայց ինչի ինձ չեք տեղեկացնում, դուք պարտավոր եք նույն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքով եւ հանրագրերի մասին օրենքով դիմումատոին պատասխանել։ Այնպես որ դատախազություն գնում ենք այն բանի համար, որ հիմա տիկին դատախազ դուք որոշեք որտեղ եք։ Դուք կոռուպցիոն հանցախմբի հետ եք եւ նրա հովանավորն եք օրենքի դիրքերից, թե ձեր պաշտոնը կատարելով, ձեր տված երթմանն համաձայն օրենքներին ենթարկվելու ձեր առաջնահերթությունից ելնելով դուք պատրաստ եք քայլեր կատարել։ Ես օկուպանտ թշնամի պետության ներկայացուցիչ չեմ։ Ես Հայաստանի քաղաքացի եմ, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը եւ ուզում եմ, որ մեր երկիրը ավելի լավը լինի։ Ձեր ինչով է դա խանգարում։ Դա է ամբողջ բանը։ Պարոն Հայրիկյան, ձեր հացադուլը շարունակվելու է այնքան, մինչև չբավարարեն ձեր պահանջները։
Ես այդպեսի բան չեմ ասել։ Ինչքան է շարունակվում։ Ես ասել եմ, որ ժամկետ չունի։ Եթե ես լսեի ինձ կոչ անողներին, ապա ես պիտի դեռ 3 առաջ օրը դադարեցրած լինեի։ Ես առայժմ գուցե շատ երկար, գուցե չեմ, ես ժամկետ չեմ նշել միտոնավոր կերպով, որովհետև գիտեք, այն մարդկանցից չեմ, որ հավատամ, որ հացադուլով հարց են լուծում։ Այս հացադուլով ես ընդհանրապես շեշտում եմ իմ պահանջի կարևորությունը եւ ինչ որտեղ նաեւ հաստատակամությունը։ 4 օրյա հացադուլը արդեն երևույթ է, այնպես որ ես համարում եմ, որ իմ բողոքը արդեն լավ ընթացքի մեջ է, ու պիտի շարունակեմ մինչեւ այն պահը, որ ողջամտությունը կթելադրի ինձ որևէ բան։ Իհարկե կրկնում եմ, ցավոք սրտի բոլորն են ասում հացադուլը դադարեցրու։ Գոնե մի քանի օքի լինեին, ասեին լավ ես անում, շարունակի։ Մի երկու օքի ասել են կեցես, բայց բոլորն ասում են դադարեցրու։ Իսկ ինձ հակառակն է պետք, որ ասեն լավ է որ անում ես։ Ինձ տխրեցնում է, ասեմ, մեր քաղաքական դաշտի այլասերվածությունը։ Այլասերվածության մասին է խոսքը։ Նրա մասին է խոսքը, որ եթե այսպեսի մի բան կա, եւ իրենց որպես քաղաքական գործի շտապարտալու առիթ տվող մարդն է դա անում։ Եթե ես անկախության հանրաքվեն չկազմակերպեի, իրենք լավագույն դեպքում մինչև այսօր պիտի գորային Լենին, պարտիա, Գորբաչով, Ղարաբաղ։ Այդ էին իրենք, բոլորը։ Լևոն, Ռոբերտ, Սերժ, բոլորը։ Հենց երենդի մարդիկ։ Հիմա իրենք գիտեն, որ այսպեսի բան կա։ Եթե վախենում եք ասելու, որ դուք կոռուպցիոն խմբի անդամ եք, դուք հանցագործություններ եք թույլ տվել, հանցավոր արարքներ եք թույլ տվել, ասեք Հայրիկյանն այսպեսի բան է ասում, ինչ կասեք, ոչ պարլամենտում է հնչում, ոչ որևէ ամբիոնից։ Այսինքն ես խոսում եմ ամենակարևոր բանի մասին, իրենք տազարած էլի կարևոր բաների մասին են խոսում, բայց ամենակարևորն այլ բան է, կարևորը այլ բան։ Սա ամենակարևոր հիմնարար հարցն է քաղաքացիների երկրի տերը դարձնելու խնդիրը։ Որպես այդ իմ ասած այլասերություն բառը չթվա, չափազանցություն ասեմ, բոլորը ասում են ընդդիմադիրները, Նիկոլը պիտի հեռանա, համաձայն եք։ Բոլորը դա են ասում։ Բայց իրականում, եթե նրանք ուզեին, որ Նիկոլը հեռանար, նրանք շատ արագ համաձայնության գային։ Նրանք բոլորը ուզում են գալ իշխանության։ Ի տարբերություն ինձ, որ ես տեսեք իշխանության մասին չեմ խոսում։ Խոսում եմ քաղաքացուն երկրի իշխանություն, երկրի տերը դարձնելու մասին։ Բայց դուք չեք ցանկանա գալ իշխանության, եթե հնարավորությունը ընձեռվեր։ Ուրեմն Հատ կթողեիք այդ հնարավորությունը։ չէ, ոչ թե եթե ժողովուրդը ցանկանար, որ ես լինեի ինչ-որ դիրքերում, օրինակ ժողովրդի ցանկությամբ ես դարձա Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը 98 թվականին։ Այնտեղ իմ ստացած ձայներով ես այդ դիրքը ստացա եւ ահագին գործ արեցի։ Իրենք շատ վատ վիճակ էր։ Նախագահը կարող էր ցանկացած բան պարլամենտը ցրել, մարդու իրավունքների պաշտպան չկար, պարլամենտը ոչ մի որոշում ընդունելու իրավունք չուներ, դուք չեք պատկերացնի։ Երկհաղաքացիությունը արգելված էր։ Այդ բոլորը ինձ հաջողվեց փոխել։ Դա եղավ ժողովրդի կամքով, կամ ես արտաքսված էի, չէ՞։ Ես նույնիսկ քաղաքացիություն չունեի, բայց ժողովուրդը ինձ ընտրեց падգամավոր։ 90 թվականին այդ աննախադեպ բան էր, որ արտաքսված մարդուն 2 տարի հետո ընտրում են падգամավոր, ինքը վերադառնում է որպես падգամավոր։ Չէ, ես իրավունք չունեմ որպես քաղաքական գործիչ, եթե իշխանությամբ հարցեր լուծելու տարբերակ կա, չանեմ։ Բայց ես ցույց եմ տվել, չէ, լինելով հիմնական տեխնացուն 96 թվականի նախագահական ընտրություններից առաջ, ես հիմնական ընդդիմադիր տեխնացուն էի։ Դե նախորդ ընտրություններում երկրորդ տեղը ես էի գրավել։ Բայց ես ասի եկեք, աթոռն ինչից է պետք։ Բացասական ուժերի հետ գործ ունենք, այն ժամանակ Վանոյի մեր դեմ խաղ չկա, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդուրժողական վերաբերմունքը, հետո հիշում եք, չէ, ինքը պիտի Վազգեն Սարգսյանին անմիջապես հեռացներ պաշտոնից, երբ ինքն ասաց, որ 100% էլ ստանաք, մեկա չենք տա։ Դու ասել դու ի՞նչ ես խոսում։ Մենք ժողովրդավարական երկիր ենք։ Այդ թիմի դեմ աշխատելու պահանջը ինձ տրամադրեց, լավ, եկեք ում ուզում եք դրեք, այդ աթոռասատկած ինչքան ուզեք կա։ Աթոռը ինձ համար կարևոր չի։ Աթոռը կարևոր լիներ, ես իմ 18 տարին գտայի բանտերին, այն էլ երիտասարդ տարիքի։ Այնպես որ ես մեր քաղաքական գործիչներին էլի եմ կոչ անում։ Եթե դուք ուզում եք, որ երկրում բան փոխվի, ոչ թե պիտի անմիջականորեն կապեք, անմիջապես ձեր իշխանության գալու հետ, այլ սկզբունքային երևույթների հետ, ինչպիսին է Սահմանադրության իմ նախագիծն է։ Թե չի ասում եք, ուզում եք Նիկոլ հեռանա, մոռանում եք ասել, որ ուզում ենք մենք գանք, Նիկոլ հեռանա, որ մենք գանք։ Ասեք, որ դա է ձեր նպատակը, ու հասկանալի կլինի, թե ինչի միավորում տեղի չի ունենում, որը ես կստեղծեմ, ես միավորում անպայման կստեղծեմ։